Երբ ասում ենք ԿՊ-ն իշխանություն չի վերցնում, Գյումրիում դա նշանակում է, որ ԿՊ-ն իսկապես պարտվել է։ Սա փաստ է։ Անկախ նրանից, այսպես շարքում առաջի տեղն է եղել, երկրորդն է, երրորդն է եղել, կապ չունի, որովհետև պարլամենտարիզմի հենց գաղափարը հենց նրանում է, որ իսկ ավականու սկզբունքը, ավականու դա հենց նույն պարլամենտարիզմի համապետականի մինի մոդելն է, մեծ քաղաքներում, Երևանում, Գյումրիում, Վանաձորում եւ այլը, որ ավականին ըստ էության հենց այսպես էլ կարող է լինել, այսինքն կապ չունի դու ինչքան ես վերցնում, կարևոր է, որ հետո կկարողանաս դու ինքնուրույն կամ ինչ որ խմբով կոալիցիայով ձևավորես իշխանություն, տվյալ պարագայում մենք տեսնում ենք, որ գոնե նոմինալ առումով, գոնե այս պայդրությամբ ԿՊ-ն չունի պարտնյոր կուսակցություն, որ իրեն անհրաժեշտ ձայները կփոխանցի, որպեսզի ԿՊ-ն ձևավորի իշխանություն։ ԿՊ-ն փաստենք, որ պարտվել է, այլ հարց է ով է հաղթել ի վերջո։ Այստեղ երևի թե կարող են լինել ինչ-որ տարբերակներ, բայց դրա մասին ես հիմա չեմ ուզում խոսել, որովհետև տարբերակներ շատ կան, մենք այսպես կխրվենք, այսպես ասենք, ինչ-որ կոնսպիրոլոգիաների մեջ, տարբեր ինչ-որ բանակցային գործընթացներում ով ինչ կարող է անել, ով ում հետ կարող է բանակցել, հույս ունենանք, որ համենայն դեպս այն լուրերը, որոնք 2-3 օրեկան, որ Մարտուն Գրիգորյանը շուտ հայտարարելու է այնուամենայնիվ այն պակասող ձայների փոխանցման վերաբերյալ միասնական ընդդիմադիր այդ բանին, ֆորմատին, ֆորմատ անվանենք, որովհետև դա ակնհայտորեն ոչ թե կոալիցիա է լինելու, եթե ձևավորվի, ոչ թե կոալիցիա է լինելու, այլ ուղղակի լինելու է ընդդեմ ինչ-որ մի բան, համագործակցություն, որի հիմնական նպատակը լինելու է ԿՊ-ին իշխանազրկելը։ Եթե հիշում եք, ի սկզբանե էլ գրեթե բոլոր ոչ իշխանական ուժերը հայտարարում էին, որ իրենց գլխավոր նպատակը, այսպես ասած, ծրագիր մինիմումը, դա հենց ԿՊ-ի իշխանազրկումն էր։ Այս առումով ես կարծում եմ լրիվ բոլոր շանսերը կան եւ իրականությունն է շատ մոտ է դրան, որ դա եղել է այդ մինիմումը, մնում է հասկանանք ի վերջո ինչպես է ձևավորվելու, եթե ձևավորվելու է իշխանությունը Գյումրիում այս անգամ, որովհետև ընդհանուր առմամբ ես ինչ եմ ասում, եթե, որովհետև գիտեք, որ եթե օրինակ այդ համագործակցությունը չլինի Մարտուն Գրիգորյանի եւ մնացածի հետ համագործակցությունը չլինի այդ ֆորմատի հետ, ապա կարող է այսպես այս ճանապարհը տանել քաղաքական տուպիկի, որը նաև վերում է նոր ընտրությունների։ Այս տարբերակն էլ ամեն դեպքում կա։ Ես դրա համար էի ասում, որ բազմաթիվ տարբերակներ կան